Մասարո ճշմարիտը, իտալական հեքիաթ։ Ժամանակով ապրում էր մի թագավոր։ Ուներ մի այծ, մի գառ, մի ոչխար ու մեկ էլ մի շիկավուն կեռ եղջյուրներով կով։ Այս թագավորը շատ էր հպարտանում իր անասուններով։ Այծը, գառը, ոչխարը և կեռ եղջյուրներով կովը արածում էին թագավորական այգում և ամեն առավոտ թագավորը իր ձեռքով էր կերակրում նրանց։ Ամեն ինչ լավ կլիներ, եթե պալատական կանայք չլինեին։ Նրանք սարսափելի ճիչեր էին արձակում, երբ տեսնում էին կովին, իսկ գառին այնպես էին համբուրում և կրծքներին սեղմում, որ խեղճը այդ քնքշանքներից սկսեց նիհարել։ Թագավորը չգիտեր ինչ անել։ Այդ ժամանակ գլխավոր մինիստրը խորհուրդ տվեց հոտը լեռնային արոտավայր ուղարկել։ Վատ չէր լինի, համաձայնեց թագավորը, բայց որտեղից գտնենք այնպիսի մի հովիվ, որին ես ավելի շատ հավատամ, քան իմ մինիստրներին։ Դուք միշտ իմ աչքի առաջ եք, իսկ հովիվը գիշեր ու ցերեկ թափառում է սարերում։ Սկսեցին հավատարիմ մարդ փնտրել։ Բոլոր կողմերը սուրհանդակներ ուղարկեցին։ Հեռու էին փնտրում, մոտ գտան։ Քաղաքի հենց պարսպի մոտ ապրում էր մի գյուղացի, որի նման ազնիվ մարդ դեռ չէր եղել աշխարհում։ Այդ մարդը կյանքում երբեք սուտ չէր խոսել, միայն ճշմարտությունն էր ասում։ Նրան հենց այդպես էլ կոչում էին ճշմարիտ վարպետ, ճշմարիտ Մասարո։ Թագավորը կանչեց իր մոտ նրան և հանձնեց իր սիրելի անասուններին։ Ամեն շաբաթօր, ասաց հովվին, դու պետք է պալատ գաս և զեկուցես, թե ինչպես են գնում գործերը։ Այդպես էլ եղավ։ Ամեն շաբաթ Մասարո ճշմարիտը լեռներից իջնում էր, մտնում թագավորի ննջասենյակը, հանում էր թաղիքե գլխարկը և խոնարհ գլուխ տալիս։ Ողջույն ձերդ արքայական մեծություն։ Ողջույն Մասարո, ինչպես է իմ այծիկը։ Թարմ է ինչպես վարդը։ Լավ է, իսկ իմ գառնուկը։ Վազվզում է ինչպես մանուկը։ Շատ լավ է։ Պատմիր, ինչպես է իմ ոչխարը։ Զվարթ է ինչպես կղտարը։ Իսկ իմ սիրելի կովը արածում է ամբողջ օրը։ Թագավորը ողորմածաբար գլխով դրական նշան էր անում և Մասարո ճշմարիտը նորից վերադառնում էր հոտի մոտ։ Առաջ թագավորն իր մինիստրներին ոչ մեկի հետ չէր համեմատում, իսկ այժմ նա ամեն քայլափոխի հասկացնել էր տալիս, որ մինիստրները մի օր սուտ ասելու մեջ կբռնվեն, իսկ հովիվը երբեք։ Դրա համար էլ թագավորը գոհ չէր իր մինիստրներից, իսկ վերջիններս իրենց հերթին գոհ չէին թագավորի հովվից։ Եվ ահա մի անգամ գլխավոր մինիստրը թագավորին ասաց. Միթե դուք իսկապես կարծում եք, ձերդ մեծություն, որ Մասարո ճշմարիտը միշտ ճիշտ է խոսում։ Աշխարհում այդպիսի մարդ չկա։ Այդ չեղավ, բացականչեց թագավորը։ Ես կարող եմ հովվի գլխով գրած գալ, որ նա երբեք սուտ չի խոսի։ Իսկ ես, տաքացած գոչեց գլխավոր մինիստրը, ես պատրաստ եմ իմ գլուխը գրավ դնել, որ նա առաջին իսկ շաբաթ օրը ձեզ կխաբի։ Լավ, ասաց թագավորը։ Եթե խաբի, ես կհրամայեմ հովվի գլուխը կտրել, իսկ եթե չխաբի, դահիճը կկտրի քո գլուխը։ Մինիստրն այստեղ լեզուն կծեց, բայց արդեն ուշ էր։ Նա սկսեց մտածել, թե ինչպես անի, որ Մասարո ճշմարիտը սուտ ասի։ Բայց ինչքան մտածում էր, ոչինչ հնարել չէր կարողանում։ Մինչև շաբաթ մնում էր ընդամենը 3 օր, և մինիստրը զգաց, որ գլուխը իր ուսերի վրա այնքան էլ ամուր չի նստած։ Հինգշաբթի առավոտյան մինիստրի կինը հարցրեց ամուսնուն. Ինչ է պատահել, ինչու ես այդքան մտահոգված։ Հանգիստ թող ինձ, փնթփնթաց ամուսինը։ Էդ էր պակաս, որ ես պետական գործերի մասին խորհրդակցեմ կնոջս հետ։ Բայց կնոջ հետաքրքրասիրությունը, որ շարժվում է, նա չի հանգստանում։
Չի հանգստանում, մինչև որ չի իմանում ամեն բան, ինչ որ իրեն հետաքրքրում է։ Մի ժամ էլ չէր անցել, երբ գլխավոր մինիստրը կնոջը պատմեց թագավորի հետ ունեցած իր վեճը։ «Միայն այդքանը», ասաց կինը։ Մի անհանգստացիր, ես այնպես կանեմ, որ քո գլուխը ողջ կմնա։ Եվ կինը սկսեց զուգվել։ Հագավ ատլասե ժանյակով շրջազգեստ, վզին կապեց մարգարտյա մանյակ, դաստակներին ապարանջաններ դրեց, մատներին մատանի, հետո կառք նստեց ու գնաց սարերը։ Հասավ մինչև լեռնային արոտավայրը և արքայական հոտի մոտ տեսավ Մասարո ճշմարիտին։ Այստեղ նա իջավ կառքից և իր ժանյակավոր թաշկինակը թափահարեց Մասարո ճշմարիտի կողմը։ Հովվի բերանը բաց մնաց։ Նա կյանքում երբեք այդպիսի զուգված ու գեղեցիկ կին չէր տեսել։ «Ախ, ինչքան լավ է այստեղ», քնքշանքով ասաց մինիստրի կինը։ «Այնքան լավ է, որ ես ուրախությունից պատրաստ եմ համբուրել բոլորին»։ «Որ այդպես է, ինձ համբուրեք, ձերդ պայծառափայլություն, ձեր մի համբույրի համար կտամ ինչ որ ցանկանաք»։ «Հա, լավ, այդ դեպքում տուր ինձ այս ուլիկը, ես վաղուց էի ուզում մի այսպիսի ուլիկ ունենալ»։ «Օ, չէ, էդ չեղավ», ասաց Մասարո ճշմարիտը։ «Այդ մեկը չեմ կարող, մի ուրիշ բան ուզեք»։ «Դե, որ այդպես է, գառնուկը տվեք»։ «Եկեք պայմանավորվենք, ձերդ պայծառափայլություն», ասաց Մասարո ճշմարիտը։ «Ես ամեն ինչ կտամ բացի ուլիկից, գառնուկից, ոչխարից ու մեկ էլ շիկավուն կովից։ Անասունները իմը չեն, ուրեմն դրանց մասին խոսք լինել չի կարող»։ «Դու էլ պատճառ գտար, լեռներում կարծես քիչ կան անանցանելի զառիթափեր և խոր կիրճեր», սկսեց նրան համոզել մինիստրի կինը։ «Գառնուկը միշտ էլ կարող է սայթաքել»։ «Բայց չէ որ նա չի սայթաքել», տարակուսած ասաց Մասարոն։ «Բայց գառի տիրոջը դու կարող ես ասել, որ նա սայթաքել է ու գայթել, իսկ ես իմ համբույրին կավելացնեմ իմ բոլոր մանյակները»։ Մասարոն բացասաբար տարուբերեց գլուխը։ Իզուր էր կինը հանում իր մատանիները, մանյակները, թանկարժեք ճարմանտները, վերջում նա նույնիսկ հանեց իր մարջանե վզնոցը։ Հովիվը այդ բոլորի վրա նայել անգամ չուզեց։ Տիկինը զայրացած նստեց կառքն ու հեռացավ։ Տանը ամուսնուն ասաց. «Այդ հովիվը շատ համառն է»։ Մինիստրը գլուխը բռնեց և տեղում քարացավ։ «Դե դու գլխիդ համար մի անհանգստանա», ասաց կինը։ «Դեռ ամեն ինչ կորած չէ։ Դու շատ լավ գիտես, որ եթե ես մի բան ցանկանամ, ապա իմ ցանկությունը անպայման պետք է կատարվի»։ Հաջորդ առավոտյան գլխավոր մինիստրի կինը հին ու պատառոտված շորեր հագավ և վազեց լեռնային արոտավայր։ «Վայ ինձ», հովվին տեսնելով սկսեց ողբալնա։ «Բարի կին, ինչ է պատահել», կարեկցաբար հարցրեց Մասարո ճշմարիտը։ «Մեռնում է իմ միակ որդին, իմ կյանքն ու արևը։ Բժիշկն ասաց, որ առնվազն 1 տարի նա պետք է թարմ կթաց տաք կաթ խմի, իսկ ես այնքան աղքատ եմ, որ նրան կարող եմ միայն ջուր տալ»։ Եվ կինը ավելի ուժեղ սկսեց հեկեկալ։ Այս անգամ Մասարո ճշմարիտը չկարողացավ անտարբեր մնալ։ «Քո ուզածը կլինի, ես քեզ կտամ թագավորի սիրելիին, շիկավուն կովին»։ «Շնորհակալ եմ քեզնից, հովիվ եղբայր», բացականչեց կինը, «որ այդպես է, լսիր իմ խորհուրդը։ Թագավորին ասա, դու մի անհանգստանա», ձայնեց հովիվը։ «Ես ինքս կորոշեմ, թե թագավորին ինչ ասել»։ Տուն վերադառնալով մինիստրի կինը ամուսնուն հայտարարեց. «Գործերը կարգին են, գլուխդ հիմա ամուր նստած է ուսերիդ, իսկ այ հիմար հովվի գլխի համար այժմ ոչ ոք նույնիսկ մի սոլդո չի տա»։ «Բայց ամենախելացի գլուխը քո գլխին է, սիրելի տիկինս, քո գլուխը պետք է մինիստրական գլուխ լիներ»,
Կնոջը համբուրելով ասաց գլխավոր մինիստրը։ Ես հիմա կովին պալատ կտանեմ և կտեսնենք, թե առավոտյան հովիվը ինչ պետք է ասի թագավորին։ Իսկ այդ միջոցին Մասարո ճշմարիտը քարին նստած մտածում էր, թե վաղը ինչ պետք է ասի թագավորին։ Նա վերցրեց հովվական ձեռնափայտը, խրեց գետնի մեջ, վրան գցեց թիկնոցը, ապա ծայրին հագցրեց իր թաղիքե գլխարկը։ Հետո խոր գլուխ տվեց և ասաց. Ողջույն ձերդ արքայական մեծություն։ Ողջույն Մասարո ճշմարիտ, պատասխանեց ինքը թագավորի փոխարեն։ Ինչպե՞ս է իմ այծիկը։ Թարմ է ինչպես վարդը։ Իսկ իմ գառնուկը։ Վազվզում է ինչպես մանուկը։ Պատմիր ինչպես է իմ ոչխարը։ Զվարթ է ինչպես կղտարը։ Իսկ իմ սիրելի կովը։ Կովը ձեզ պիտի ասեմ, ձերդ արքայական մեծություն, կովը ընկավ, ասում եմ, կովը բարձր զառիթափից ընկավ, չէ, այսպես չի լինի։ Մասարո ճշմարիտը ձեռնափայտը հանեց գետնից և խրեց մի ուրիշ տեղ։ Հետո 3 քայլ ետ գնաց և ամեն ինչ սկսեց նորից։ Ողջույն ձերդ արքայական մեծություն։ Քանի չէր հասել կովին, խոսքերը բերանից հարթ էին դուրս գալիս։ Բայց հենց որ հովիվը թագավորի ձայնով հարցնում էր ինքն իրեն, իսկ իմ սիրելի կովը, նրա լեզուն իսկույն կապ էր ընկնում։ Գայլերը կերան, չէ, դարձյալ այն չէ։ Նա նորից ձեռնափայտը հանեց ու 3-րդ անգամ մի ուրիշ տեղ խրեց, բայց դա էլ չօգնեց։ Պատասխանը ոչ մի կերպ չէր ստացվում։ Ի վերջո Մասարո ճշմարիտը ձեռնափայտի վրայից հանեց հովվական թիկնոցը, ամուր փաթաթվեց նրա մեջ և պառկեց քնելու։ Իսկ երբ Մասարոն աչքերը բացեց, արդեն շաբաթ օրվա առավոտ էր և թագավորի մոտ գնալու ժամանակն էր։ Թեև արագ էր գնում, բայց մինչև կեսօր դեռևս ճանապարհի կեսն էլ չէր անցել։ Պատճառն այն էր, որ ճանապարհին հանդիպած ամեն ծառի առաջ կանգնում էր, խոր գլուխ տալիս և որպես թագավոր խոսում նրանց հետ։ Բայց խոսակցությունից ոչինչ չէր ստացվում, ու Մասարոն գնում էր հաջորդ ծառի մոտ։ Եվ հանկարծ 20-րդ ծառի մոտ հովիվը հիանալի պատասխան գտավ։ Նա անմիջապես ուրախացավ և այնպես արագ վազեց լանջից դեպի ցած, որ ոտքերի տակից գլորվող քարերը չէին հասնում նրա ետևից։ Այդ ժամանակամիջոցում թագավորը շրջապատված իր պալատականներով վաղուց հովվին էր սպասում։ Եվ ահա Մասարո ճշմարիտը պալատ մտավ։ Հանեց թաղիքե գլխարկը, գլուխ տվեց ու ասաց. Ողջույն ձերդ արքայական մեծություն։ Ողջույն Մասարո ճշմարիտ։ Ինչպե՞ս է իմ այծիկը։ Թարմ է ինչպես վարդը։ Իսկ իմ գառնուկը։ Վազվզում է ինչպես մանուկը։ Պատմիր ինչպես է ոչխարս։ Զվարթ է ինչպես կղտարը։ Իմ սիրելի կովը, հարցրեց թագավորը և աչքով արեց գլխավոր մինիստրին։ Այստեղ հովիվն ասաց այն, ինչ մտածել էր ճանապարհին։ Ձերդ արքայական մեծություն, դուք այլևս կով չունեք։ Կկախեք ինձ, թե կգթաք, ձեր գործն է։ Բայց ես կովը տվեցի մի աղքատ կնոջ։ Լսեցի խեղճին ու մտածեցի, որ կովը նրան ավելի անհրաժեշտ է, քան ձեզ, և դա զուտ ճշմարտությունն է։ Թագավորն ուրախացած ծափ տվեց, նրան հետևեցին բոլոր պալատականները։ Ծափ չտվեց միայն գլխավոր մինիստրը, չէ որ նա տանուլ էր տվել իր սեփական գլուխը։ Իսկ այդպիսի բանի համար դժվար թե մարդ ուրախանա։ Թագավորը ամեն ինչ պատմեց հովվին, վերջում ավելացրեց. Դու որ չվախեցար թագավորի ցասումից, կարող ես թագավորական պարգև խնդրել։ Ես կխնդրեմ, ասաց Մասարոն, որ գլխավոր մինիստրի գլուխը մնա իր ուսերին։ Դե ստիպված եմ թողնել, քանի որ քեզ խոստացել եմ կատարել խնդրանքդ, պատասխանեց թագավորը։ Բայց ինձ բացատրիր,
Ինչու ես մինիստրի փոխարեն դու խնդրում։ Շատ հասարակ, պատասխանեց հովիվը։ Ահա քանի տարի է, ինչ ինձ Մասարո ճշմարիտ են անվանում։ Սակայն ճշմարտություն ասելը հեշտ է, շատ հեշտ է, եթե ստելու անհրաժեշտություն չկա։ Այդպես էլ ես չգիտեի, թե ինձ տված մականունը արդարացի է, թե ոչ։ Իսկ այժմ շնորհակալություն քո գլխավոր մինիստրին։ Նրա խարդախության շնորհիվ համոզվեցի, որ ես իսկապես Մասարո ճշմարիտն եմ։